Վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ եղել Ֆրանսիայի Հանրապետության նախագահ Էմանուել Մակրոնին ազգային տոնի առթիվ եւ նշել Հայաստանի եւ Ֆրանսիայի միջև հարաբերությունները հասել են աննախադեպ մակարդակի։ Շենգավիթ վարչական շրջանի ղեկավար Ռոմիկ Մխիթարյանը սոցցանցի իր էջում գրել է Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանի որոշմամբ նշանակվել են վարչական շրջանի ղեկավար։ Միասին կկառուցենք ավելի բարեկարգ անվտանգ Շենգավիթ։ Սևանի ջրափրկարարական ջոկատի նոր վարչական համալիրի շինարարական աշխատանքներն ավարտված են, ջրափրկարարական ջոկատն այսօր ծառայությունը կազմակերպելու է առավել արդիական միջազգային չափանիշներին համապատասխան պայմաններում։ Տեղի ունեցել վարչական համալիրի բացման արարողությունը, որին մասնակցել է ներքին գործերի նախարար Արփինե Սարգսյանը։ Փոխվարչապետ Մեր Գրիգորյանն ընդունել է Հայաստանում Էստոնիայի դեսպան Մարգեմ Մարդիսալու Կահարին եւ Էստոնիայի միջազգային զարգացման կենտրոնի պատվիրակությանը։ Ցուցակիցներն անդրադարձ են կատարել Հայաստանում Էստոնիայի համագործակցությանը հանրային կառավարման թվայնացման եւ միջազգային առևտրի ոլորտներում։ Լեյբորիստական կուսակցության առաջնորդի պաշտոնի համար Էնդի Բռնմենի թեկնածությունն արդեն ստացել է լեյբորիստ падգամավորների ավելի քան 80%-ի աջակցությունը, սա նշանակում է, որ ներկուսակցական ընտրություններում նրա համար մրցակից առաջադրվելն արդեն մաթեմատիկորեն անհնար է դարձել։ Եթե անսպասելի զարգացումներ չլինեն, Բռնեմ առաջիկա օրերին կգլխավորի իշխող կուսակցությունը, դրանից հետո կստանձնի Միացյալ Թագավորության վարչապետի պաշտոնը։ Բասկետբոլի Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Ռեքս Քալամյանը նոր պաշտոն է ստացել բասկետբոլի ազգային ասոցիացիայում NBA-ում։ Անվանի մասնագետը որպես օգնական մարզիչ միացել է լիգայի լեգենդար ակումբներից մեկի Չիկագո Բուլսի մարզչական շտաբին։